Բարև ձեզ։ Այս երկու օր ինձ շատ եք գրում ու զանգում ոմանք, կարծես ես իրաց մոտ աշխատավարձով աշխատող եմ, էլի։ Բա արձագանքիր Վարդանի կոչին, համախմբման, հոկտեմբերի 27-ին դուրս գալու։ Դրան հիմա շուտով կանրադառնամ, բայց առաջինը խոսամ կպատասխանեմ այն մարդկանց, ովքեր ինձ գրում են, որ ես անաչառ չեմ, ես կեղծ սթափ եմ դատում, ես Նիկոլի արածները չեմ գնահատում, ասենց ասած, պարզապես հոսում եմ, այս հոսանքի մեջ լողում եմ, էլի, որ հականիկոլական։ Տեսեք, ընկերներ, ես Նիկոլին փորձել եմ հասկանամ, բայց Նիկոլը այսօր շարժվում է երկակի ստանդարտներով։ Նիկոլը պարզապես ժողովրդական ասած սերիական մուտիլովշիկ է։ Մուտիլովշիկ ու մոնիպուլացնում է իրականությունը։ Կեղծ հեքիաթի մեջ էլի գցելով ժողովրդին, կեղծ սենց երջանկության այդ էյֆորիայի փր համացանցում միայն նրա այդ լրատվականները, որ այ մենք դարձել ենք աշխարհի հզորագույնը, մեր հետ սեղան են նստում կամ բան, էլի, դարձել է համաշխարհային տուրիստ, պետության բյուջեի հաշվին, էլի, ու նրա թիմակիցները, բայց արդյունք չկա։ Եկեք անկեղծ լինենք, էլի, արդյունքը որն է։ Տեսեք, նույն Վարդանի Ղուկասյանը, դա վաստակավոր կաշառակեր է եղել, հայկական, էլի մեր, ավանդական։ Բայց նայեք, նրան բռնեցին ինչ-որ մի ողորմելի 10,000 դոլարի պատմությամբ, օրինակ, քանի 4 միլիոնը դա 10,000 դոլար էր անում, էլի։ Երբ բաց են թողնում, օրինակ, Ավինյանին, այդ տեսադաշտից, էլի, կաշառակերների։ Եվ որ անկեղծ լինենք, նույն հետ լրատվական հետաքննիչ այդ լրագրողները շատ լուրջ հոդվածներ ունեն եւ շատ լուրջ սխեմաներ են բացահայտել Ավինյանի, նույն այդ Անիֆի հետ կապված ու տարբեր այդ նրա իշխանության օրոք տարբեր սխեմաների հետ, էլի, որից հետ կապակցված է բանը, Ավինյանը։ Բայց տեսեք, Նիկոլ Փաշինյանի ազգային անվտանգությունը Ավինյանին չի գաղտնալսում։ Այն Հայկոին չի գաղտնալսել, Տարոն Մարգարյանին օրինակ չկա ոչ մի բան, էլի, գնացել են կպել Գյումրվա Վարդանիկին։ Այս է երկակի ստանդարտը, որ ես Նիկոլ Փաշինյանին չեմ ընդունում, նա հենց էսա, նա մոնիպուլացնում է դաշտը, լրատվականները, շատ լավ գիտի, մի լավ բան է համեմում է 10 հատ վատ բան, համեմում է մի ճիշտ խոսքով, խոսույթով եւ կերցնում է խորը անասունին, բա։ Դրա համար ես էլի եմ, ես իմ բոլոր եթերներում որ ասել եմ, ես այն եմ, որ Հայաստանը պետքա նորացվի, սենց ռեստարթի դրվի, այս շախմատի տախտակը շուրջ դրվի։ Տեսեք, հոկտեմբերի 27-ն է, էլի, շուտով գալիս է, բաժակ նայողները եկեք մի հատ, բաժակ նայեք նորմալ, կարդ գցեք, տեսեք, բանը կենթանի է, թե չէ, ինչ էր անունը, այն բանը, Նայիրին, Հունանյանը, տեսեք, չկա, Նիկոլը խափում է, Նիկոլը շարունակում է նույն թեզը, որ եղել է դեռևս Քոչարյանի ժամանակ, Սերժի ժամանակ նույնն էլ ինքն է անում։ Տեսեք, նույն հանձնաժողովը եղավ 44 օրյա պատերազմի, էլի դրեցին վրան նստեցին, տեսեք, նույն էսա կոնսպիրոլոգիան էլի կշարունակվի մեր ազգի մոտ, կապված ինչպես հոկտեմբերի 27 եղավ, ոնց եղավ, գցենք, քառօրյա պատերազմ, հետո 44 օրյա պատերազմ, տեսեք, էշի տեղ են դնում, ուզում եք էշի տեղ դրվեք, խնդրեմ, բացեք ձեր ականջները, Նիկոլը թող պիսունը հանի, չիշիկանի ձեր ականջների մեջ, Պետրոսի հետ, Մեդրոսի են մնացած, բանը, Քոչարյան Անդոյի հետ, ու մյուս իրա ռուպերների հետ։ Դրա համար ես սենց եմ տեսնում Նիկոլին, որ Նիկոլը շատ լավ մոնիպուլացնում է։ Դրա համար ես իրան չեմ կարող լավը, նա ձեզ կերակրում է ինչ-որ պեշկաներ բռնելով, էլի, տեսեք, Վարդանի Ղուկասյան ընդեղ, մի քանի հատ փախացնեց մարդկանց, որոնց մասին նույնիսկ չգիտենք։ Բայց խոշոր են շնաձկները լողում են Նիկոլի հետ, այդ իշխանական այդ արվբանի մեջ, լճակի մեջ, էլի, շատ լավ։
Իսկ ձեզ մեզ դրել են պրոստը, պարզապես նույն Քոչարյանը, Սերժը, Նիկոլը, խոտակերի տեղ։ Հենց որ ես անաչառ եմ նայում, ես ավելի սուբյեկտիվ եմ մոտիկանում այդ խնդրին, ինձ մի մեղադրեք, որ ես ազնիվ չեմ Նիկոլի նկատմամբ։ Եղավ, Նիկոլ Փաշինյանը իր վարչակազմով պետքա գնա, էդ է պատճառը, որ լուրջ մտածող մարդկանց մի հառելի զանգված դեմա բոլորին։ Եղավ, երևի բացատրեցի, հիմար չեք, որ ավելի խորը բացատրեմ, թե Նիկոլը ինչերա ոնց է խաբում մեզ։ Ամենաառաջինը Նիկոլ Փաշինյանն է նոյեմբերի 9-ի օրը պետքա ինքնասպան լիներ, գոնե ժողովրդի արժանապատվությունը այդ մի կրակոցով նա կբարձրացներ ու ավելի սիմպաթիա կարտնացներ միջազգային հանրության մոտ Հայաստանի ու Արցախի խնդրի առջև, էլի։ Տեսեք, այդքան երեխա երիտասարդ կյանքը տվեցին, բայց ինքը մի հատ արդեն չոփակ բիձա վախեցավ։ Մի փամփուշտ կուլտա, էլի։ Դրա համար ես դա էլ եմ հասկացել, լավ, վախա, բոլորը խիզախ չեն, ամեն մի ողորմելի չի կարող լինել, գցենք ում ասեմ ձեզ, էլի, ֆյուրեր լինի կամ գերինգ լինի կամ մի խոսքով, էլի, Կլեոպատրա լինի կամ Հանիբալ Բարկո լինեն, էլի, որ պարտություն չընդունեն կամ այլ շատ Պուգո կար սովետական միության ժամանակ, որ ինքնասպան լիներ, էլի։ Դրա համար փորձեցի հասկանամ, փորձեցի ասեմ, լավ, դե հիմա պարտվել ենք, բայց ինքը խաբում է։ Հենց որ այսքանը շատ էլ Նիկոլին չարադառնամ, այդքան արժանի չի։ Նա պետքա գնա, նրա վարչակազմը պետքա գնա, այս ստերի վերջը պետք է տրվի երկրում։ Էսա, հիմա բանին, կոչին, որ ասում եք, դու միանում ես, թե չէ, լսեք, միանշանակ, դա միակ համախմբումը ազնիվ ուժի շուրջ, առանց Սերժ Քոչարյան ու նրանց այդ կամակցված դաշնակ, մաշնակ այդ չաթլախազանգվածի, պետքա ժողովուրդը դուրս գա ու պահանջի իշխանափոխություն։ Ոնց նույն Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, դեմ եք դուրս եկեք, ես վերջերս հարցազրույցի ժամանակ կարծեմ Դոյչե Վելեն էր, որն էր, բանը, Արարատ Միրզոյանն էր տվել, ընդեղ էլ ինքը հայտարարեց, եթե դեմ են, թող մեր քաղաքականությանը դուրս գան փողոց։ Համար ես էլ եմ ասում, հոկտեմբերի 27-ին թող դուրս գան ժողովուրդը փողոց։ Դուրս գան, պետքա առաջնորդները կոչ անեն իրանց ժողովրդին, որ դուրս գան փողոց, թող դա լինի պարզապես ցասում, նայեք, առանց ուժի գործադրման, ասում եմ։ Ես նույնիսկ առաջարկում եմ կոնֆետներ վերցնեն, ցուցարարներ իրանց հետ վերցնեն քաղցր կոնֆետներ, ջեմով ամենաեժան կոնֆետներ, էլի, ով հարուստա թող վերցնի բան, էլի, բելլեչկա, մելլեչկա, կարկունով կամ բան, էլի, ավելի թանկարժեք, ֆրանսիական, շվեյցարական շոկոլադներ, բայց մեծամասնությունը թող վերցնի, գցենք ֆինանսից էլ, ջեմով կոնֆետներ, ամենաեժան։ Ու այդ կոնֆետները հյուրասիրեք ոստիկաններին, կոնֆետների հեղափոխություն արեք, քաղցրով, առանց ուժի, առանց ինչ-որ մի բան ջարդելու, առանց ինչ-որ մի ծաղիկ կոտրելու կամ նստարան։ Վարջ-վերջո Երևանը դա մեր քաղաքն է, մայրաքաղաքն է։ Այս ձևով պետքա դուրս գանք։ Այս կոչը ես էլ եմ միանում, որ թող ժողովուրդը դուրս գա։ Դուրս գա ու պահանջի Նիկոլի հրաժարականը։ Բայց առանց ուժի գործադրման, ով ասեց մի հատ խփենք, քար վերցնենք, դրանք պրովոկատորներ են, դրանք պրովոկատոր ձի տղաներ են։ Պետք է արվի առանց ուժի, որտեղ միգուցե հենց իշխանությունը սպասի ձեզանից ուժ, այդ ագրեսիվ մի գործողություն, որ անցնի հակահարվածի։ Այդ ժամանակ, տեսեք, այդ վիժվածքները ամեն ինչի պատրաստ են։ Որտեղ մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ մեքենան, արդարադատության համակարգը, մարդկանց պարզապես ցույցին միանալու համար նրանց վրա դատվածություն են գրում, որպեսզի նրանց ամբողջ ճակատագիրը խորտակեն ապագա, էլի։ Տեսեք, Ֆրանսիայում էլ ալիմ ամենտեղ ցույցեր ա լինում, ոչ մեկի վրա դա չեն հաշվում բան, խուլիգանություն ու հոդված, էլի, որ մարդու կենսագրության մեջ լինի, գցենք, դատվածություն։ Թեկուզ պայմանական։ Իմացեք, վաղը դուք ուզում եք ինչ-որ միտեղ գնաք, Եվրոպա գնաք, տեսեք, դառնաք կամ
բացելու են ձեր անձնական գործը, տեսնելու են դատվածություն ձեր վրա։ Այս սա ամենամեծ ստորությունն ու տականքությունն է, որ Նիկոլի վարչակազմը արեց ու նրա արդարադատությունը։ Հասկանում եք։ Այս բոլոր մարդիկ պետքա այդ հոդվածները բոլորի վրայից պետքա հանվեն, մաքրվեն ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը եւս նույն ձևը աշխատում, տեսեք, նոր բան չասեմ, էլի չկա արդար դատական համակարգ, որից ես անընդհատ խոսում եմ, որ պետքա ռեֆորմներ, ալտենակալներ, ոչ թե կաշառակեր, զի տղա դատավորներ, ամեն ռեժիմ ունի իր դատավորները, դատավորների ցուցակը, պետքա այս ամեն ինչի վերջը տրվի։ Դրա համար դուրս եկեք փողոց կոնֆետներով, առանց ուժի։ Եվ Նիկոլի հենց առաջարկած դեմեք դուրս եկեք փողոց։ Դա նույնիսկ Վարդանը չի առաջարկել, էլի, դա առաջարկել է ավելի շուտ Նիկոլ Փաշինյանը, իր ասուլիսների ժամանակ։ Առաջարկել է Արարատ Միրզոյանը։ Հիմա էլ առաջարկում է Վարդանն, ասում է, հետևենք Նիկոլի կոչին։ Հենց որ առանց ուժի կոնֆետների հեղափոխություն թող լինի։ Լավ անուն է։ Քաղցր հեղափոխություն, կոնֆետներով։ Ոստիկաններին կոնֆետ տվեք, տեսեք, արդեն այդ ոստիկանը բան կլինի, էլի, վերջի վերջո բանական անասուն չի, էլի, այդ համազգեստի հետև թաքնված մարդ, էլի, դա ձեր պես մարդ է, որ երբեք ոչ ուժ կգործադրի, ոչ ձեզանից մեկին կխփի, ով իրան կոնֆետ է հյուրասիրել։ Այսքանը, հենց որ տեսնենք ինչ է լինում հոկտեմբերի 27-ին։ Այսօր հոկտեմբերի 26-ն է։